Բարև ձեզ սիրելի հայեր, ուզում եմ այսօր եկել եմ, որ անդրադառնանք սուր հարցերին, որ կարծում եմ մեր հանրությանը շատ է մտահոգում և վերջապես սկսենք ջոգել թացը չորից, չորը թացից, որտև հաճախ ոնց են ասում են թացն էլ չորի հետ վառվում է կամ հակառակը, չորն էլ թացի հետ վառվում է։ Սկսենք կենցաղային ձեզ հուզող ամենասուր հարցերից, այսինքն մեր այդ դիսկո պարող նախարարի բաց թողումներից և կամ էլ, եթե դա բաց թողում չէ, ապա դա իր պլանավորած, ծրագրավորած կամ հրահանգ ստացած գործունեությունն է։ Ասեմ խոսքը ում մասին է։ Առողջապահության նախարար Ավանեսյան, որը որ Թուրքիայից անընդհատ հրահանգավորումներ է ստանում, նորից չէ գնացել Թուրքիա եկել, առողջապահության Հայաստանի նախարարը թշնամական երկրում, եղեռնը հերքել տալ փորձող երկրում, ինչ-որ գործնական հանդիպումների, այն դեպքում, երբ ընտրություններից հետո բարդակ վիճակ է երկրում, մայրաքաղաքում, անգամ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում սարսափելի վիճակ է, դեղատներում, համավճարների անվան տակ, թոշակառուներից նորից ստանում են այն փողերը, որը որ պտի անվճար դեղորայք տրամադրվի, կամ ասում են պարզապես չկա, իսկ վաճառքի կա այդ նույն դեղերը։ Ոնց հասկանանք դա Ավանեսյան, գուցե մի հատ թողնես քո այդ դիսկո պարելը վարչաբենդներում ու մի հատ փորձես շրջել քո պոլիկլինիկաներում ու դեղատներում քաղաքի, գոնե քաղաքի, էլ երկրի չեմ ասում, եթե հիմա այդ վիճակն է Երևանում, պատկերացրեք ինչ է կատարվում շրջաններում։ Այն ամենը, ինչ որ խոստացել եք դուք առողջապահության ոլորտում, նախընտրական շրջանում, հիմա կատարվում է լրիվ հակառակը, լրիվ հակառակն եք անում, ինչ ստացաք, գողացաք ձայները և հիմա համարում եք ձեր գործը ավարտին հասցված։ Հաջորդ ոլորտը, իմ շատ սիրելի բանակի, այսինքն արդեն քանդվող համարյա հայոց բանակի մասին է խոսքը, Պապիկյան, այդ որ վերջապես փոխել է զինվորականների հագուստները, քանի տարի առաջ արդեն Նիկոլեն քեզ ֆինանսավորել է, ինչ է դրա համար, դե որ ֆինանսավորել էին, հիմա ինչ ես աշխատավարձներից սպաների պահում այդ համազգեստի փողը, ինձ կբացատրես, հատուկ փաստերով կան դրանք, Պապիկյան չասես տենց բան չկա, կամ ինչ ես մի մասին միայն, զգեստափոխում, չէ որ վաղուց այդ զգեստների փողն էր տված, իսկ դու ասում էիր, որ պատրաստ է, Նիկոլ, փոխանակ սարերում շրջես ու թուրքերն էլ ասեն, որ դու Զանգեզուրի սարերում ես շրջում, առանց իրենցից իրավունք հարցնելու, մի հատ ոնց են ասում, սարից իջի, ու մի հատ տես ինչ բարդակ է քո կառավարման ներսում, այդ դեռ տնտեսականն եմ ասում, որ սենց գնաց ժողովուրդ, Նուբարաշենն ու Չոբանքարան, ժողովորդի լեզվով եմ ասում, այսինքն կլորն ու կլորբերտն ու Չոբանքարան, դառնալու է հայոց սրբատեղի, ասեմ ինչի, հիմա հիմնականում Չոբանքարայում ու Նուբարաշենում մեծամասամբ գտնվում են տղաները, այն տղաները, որոնք որ հերոսի կոչում ստանալու իրավունք ունեն։ Համեմատական ուղիղ անցկացնենք, Արման Առաքելյան, որը որ հայհոյող թուրքի հախից է եկել և այն էլ ոչ Հայաստանում, հայրենիք է վերադարձել, մտածելով, որ այստեղ գոնե կկարողանա ազատություն ունենալ, և ինչ Նիկոլ, քո թուրք եղբորը սատկացնելու համար հային հայհոյող, այն դեպքում, երբ քո եղբայր Ալիևը Սաֆարովներին, քնած կացնահարողներին, հերոսի կոչում է տալիս, բնակարաններ է տալիս, դու Արման Առաքելյանի նման տղաներին, որ հայի թասիբ են պահել արտերկրում, բանտարկում ես
ու ոչ շատ ոչ քիչ, ոնց են ասում ստրոգի ռեժիմում, հա, Վարդանյան Արտուր, ևս մեկը, Փայլուն հրամանատար տղա 44 օրյա պատերազմի, քառօրյա պատերազմի, հրաշք կենսագրություն ունեցող, զոհվածի որդի, ինչի համար են նստած Նիկոլ, են որ պատպիսկա չեղավ քեզ, եթե հեղաշրջման փորձը, կամ հեղաշրջում փորձել անելը, հանցագործություն է Նիկոլ, ապա դու վաղուց պետք է ցմահ դատված լինես, այդ թավշափրչոտ, ընդ որում Վարդանյան Արտուրի հեղաշրջումը քո նախկինների, այդպես ասած, թեմայից է, քո դեմ չի չէ հեղաշրջում փորձել անի, իսկ ինչի է բանտարկված, որովհետև քո հանեցիր այդ տղուն, ազատություն տվեցիր, տեսար, որ քեզ չենթարկվեց, տեսար, որ Թուրքին չծախվեց, նորից փակեցիր, հեղաշրջում նա փորձեր էր անել մինչև քո գահզավթելը, հաջորդը, Արմեն Մնացականյան, հրաշք տղա, հայրենասեր արցախցի հայ 44 օրյա պատերազմի հերոս տղաներից, որոնց որը որ եղբոր որդի է կորցրել էթնում պատերազմում ու չկարողացավ ոչ մի կերպ համակերպել Արցախի կորստի հետ, մեղադրում ես ենթադրաբար նախապատրաստության համար հեղաշրջման, Նիկոլ, ենթադրաբար, ոչ մի փաստ չկա այդ տղայի վրա, ինչի համար ես պահում բերդում, որովհետև չուզեց քո երքի տակ պարել, հա, նույն բանը կատարվում է Աշոտ Երկաթի հետ, նույն բանը կատարվում է Միշիկի հետ, Միքայելի հրամանատար, նույն բանը կատարվում է մեր մյուս հերոս հրամանատար տղերքի հետ, ու եթե սենց գնաց, սրբավայրեր են դառնալու բերդերը հայոց, հերիք է Նիկոլ ստոպ տու, սրատակից օրորի վրա շատանում է քո բերը, սրատակից դու չերս կարալու դուրս գաս, հիմա, Նիկոլը պղծեց նաև Նժդեհի կեցավայր Խուստուփը, որոշեց, որ պետք է գնա Խուստուփ, Թուրքի ոտը մենակ Խուստուփ չէր հասել, ենտեղ էլ հասավ, ու անմիջապես դրան հաջորդեց Թոֆիկ Զուլֆիգարովի, նախկին արտաքին գործերի նախարարի, Ադրբեջանի արձագանքը, հիմա ես ապացուցում եմ բոլոր են տհասներին, որ ասում են ինչ չես դուրս տալիս, Սյունիքը մերն է, Սյունիքը Թուրքին չի հանձնվել, հիմա լսեք Տոֆիկին, Տոֆիկ Զուլֆիգարովն ասում է, Նիկոլը մեզանից իրավունք չի հարցրել Զանգեզուրի լեռներում շրջելու համար, այսինքն Նիկոլը վաղուց դա արդեն տվել է թուրքերին, ով է նրան իրավունք տվել Զանգեզուրի լեռներում շրջելու, Նիկոլ քեզ քո երկրում քո տեղն են ցույց տալիս, չնայած դու դա արդեն վաղուց գիտեիր, քո եղբայր թուրքերն են, հոգու համար էլ օտար չեն, էդ ասենք մեզ են թշնամի, ես այսօր ուզում եմ անդրադառնալ ևս մեկ շատ ցավոտ հարցի, բոլոր նրանց, ովքեր փորձում են ասել մենք նիկոլական չենք, մենք հայրենիքի դավաճան չենք, հերոսների նկարների տակ սայտեր են բացում, խաղում են հայրենասեր, բայց իրականում նրանք խաղում են անգամ հականիկոլական, բայց իրականում նրանք Արամ Սարգսյանի ու Միհրան Պողոսյանի համատեղման, համատեղ հակահայ էլեմենտներն են, հայոց համազգային միասնություն, ՀՀՄ, Միհրան Պողոսյան, են բանանների տիաշիկների տակ, որ թմրանյութեր էին գտել, Նիկոլենք, գտակ դրա տերն ով էր, գտնվեց դրա տերերը, թե մինչև հիմա անհայտ է ոնց է նա հայտնվել քո բանանների յաշիկների տակ այդ թմրանյութերը ու բավականին մեծ քանակությամբ, Նիկոլ դրանով զբաղվի փոխանակ գործեր կարես քեզ հակադարձողների վրա,
Դա էի փորձում անեի։ Մի քանի շաբաթ առաջ տեղյակ եք ասեց խոսեց նրա մասին, որ իրենց այնտեղ ասում են, որ ձեր իշխանությունը չի զբաղվում այս հարցով, եւ հենց նորից ուղերձ է հղել դիմելով քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին եւ ասում է, հորդորում եմ մեղադրանքների մասով հանրային ներկայացրել ձեր դիրքորոշումը, հակառակ դեպքում, եթե չարձագանքեք, կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքների հետ եւ նույնպես մեղսակից եք դառնում։ Իհարկե մեղսակից է, նա վաղուց համահանցակից է, ոչ թե մեղսակից է։ Նիկոլ Վովայի Փաշիևը իր իսկ ես համոզված եմ, ըստ օդում կախված լուրերի եւս, այդ օդում կախված լուրերը Արցախից են իդեպ հասել։ Բոլոր նրանք, ովքեր որ կամավոր գերի են հանձնվել, որպեսզի Արցախայությանը չեղեռնեն, եղել է այդ ցուցակագրումը ուղիղ ըստ օդում կախված լուրերի, ուղիղ հրահանգավորմամբ եւ ուղիղ կամքով Նիկոլ Փաշիևի, որովհետեւ նրանք ովքեր որ հանձնվել են թուրքերին, բացի Արայիկ Հարությունյանից, որ իր համախոհներ իր մասին շատ բան գիտեր ու Նիկոլի համար ցանկալի չէր, որ Արայիկը ողջ գար Հայաստան, որտեվ ստիպված էր լինելու պատմել, ինչ հրահանգներ է իրենից ստացել, մնացյալը բոլորը հերոս տղերք էին։ Ու հիմա եթե գերի հանձնվածների, գերիների, այս կամ այն ճանապարհով գերիների ծնողները ուզում են իրենք գնալ, Հագարի կամուրջը փորձել թշնամու այդ լեզու գտնել, որպեսզի հասկանան իրենց երեխաներից ով է ողջ, ով կա, ով չկա, եւ ինչ կարելի անել, որպեսզի նրանք տուն վերադառնան, ապա դա տեղ ունի, որովհետեւ մենք չունենք հայկական կառավարություն, չունենք, չկա, Նիկոլը թուրք է։ Ու Հայաստանի գահը վաղուց զավթված է թուրքական երիտ թուրքերի Քեմալի պայմանագրով, ՔՊ-ով, ու բոլոր նրանք, ովքեր թռել են, նրանք եւս պատասխանատու են։ Աննա Հակոբյանը, Նազարյանը, ինչա Լենա Նազարյանը, այն Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, այն մնացածները ես դեռ թռածներից եմ ասում։ Բոլորդ հանցակիցներ եք, դուք բոլորդ Քեմալի պայմանագրից եք, Արամ Սարգսյանը, այդ որ միակ առավելությունը նա է, որ պատահաբար ծնվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը ու հիմա դրոշ է սարքել նրա նկարը։ Հիմա արդեն Պողոսյանը, որ միավորվել է նրան, Միրան Պողոսյանը օպոզիցիա է խաղում։ Այնպես որ տյարք, արդեն սա վերջի սկիզբն է։ Հավաքեք ձեր շիստյորկաներին, Պողոսյան Միհրան, լսում ես այդ շիստյորկաներից համացանցերից հավաքի։ Այդ քո շավկաներին, մանետնոց, չստացված կերպարներիդ, Վազգենի նկարը հերիքա պղծեք, հավաքեք սայտերից, հերիքա արդեն հայրենիք պաշտպանողների վրա, ձեր այդ չստացված կերպարներին ֆաս անեք։ Անուններով չեմ ասում, որովհետև այդ չստացված մայմունները նրանք ուզում են, որ իրենց անունը թեկուզ վատով հնչի մեր նմանների, մեր տիպի մարտական ուղի անցած մարդկանց վերաններից գոնե այդպիսով կփիառվեն, բայց ես այդ հաճույքը ձեզ չեմ տա։ Ու ընդհանուր կասեմ մենակ մի բան, հայեր, սրա դեմը առնել է պետք, այն որ Նիկոլ Փաշիևը թուրք է ու նա համա հանցակից է Ալիևին ու Էրդողանին, դա այլևս տեղ չունի կասկածելու, այն որ Սյունիքը ծախված է, աղաչողը, որ Մարտակերտում գոնե 10 օր մի կրակեք, այդ ժամանակ լինելով արտաքին գործերի Ադրբեջանի նախարար, Տոֆիկը բառացի հաստատել է իմ ասածը ու չեք կարող հիմա ասել Զանգեզուրը մերն է, որտեվ ասում է ով է Նիկոլին թույլատրել Զանգեզուրի լեռներով շրջելու, Խուստուփի մասին է խոսքը, Նժդեի Խուստուփի։ Ու ես հիմա կրկին կոչ եմ անում մեզ բոլորիս, այսօր քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի դատի օրն է, վաղը, ու այդպես շարունակ բոլորիս կամ բերթերում են փակում, որպեսզի լռեցնեն, կամ քրեական գործեր են կարում, կամ սուտ շարեր են անում, փորձելով համացանցերով ինչ որ կերպ ստիպել, որ լռենք, մենք չենք լռելու, ու այդ
ինքան էլ տգեղ են Նիկոլ քո համախոհները, Արամիկ Սարգսյան, քո այդ վկաները, այդ թուրքավկաները, ուղիղ քո նման տգեղ են, ոնց որ կապիկների հատուկ հավաքածուին եք, տնաշ են, կնիկեք, թե տղամարդ մեկը գոնե տեսք ունենակ հայի։ Ամեն դեպքում բոլոր նրանց, ովքեր հայրենիք են պաշտպանում տղերք, զգոն եղեք, պատրաստ եղեք, որովհետև սա վերջի սկիզբն է, ու սա լինելու է արդեն հայ ազատագրական շարժում, որովհետև երկիրը ազատագրել է պետք բոլոր տիպի թուրքերից, հայերեն կխոսեն նրանք, թուրքերեն կխոսեն, թե քրդերեն, դա ոչ մի նշանակություն չունի, թուրքը թուրք է, թուրքը գեն է, ու նա ով ուզում է լինել, եթե պաշտպանում է թշնամու շահերը, նա չի կարող լինել հայոց պետության գահին, դա միանշանակ, իսկ մեր գերիներին նաև Հայաստանի ներսում, քանի որ կառավարությունը զավթված է, հայոց գահին թուրք է ու քեմալական պայմանագիր, մեր բոլոր տիպի գերիներին կլինեն նրանք Բաքվի բերդերում, թե Չոբանքյարայում ու Նուբարաշենում, տղերք, ձեզ տոկունություն, ձեզ կամք, ու ես հավատում եմ, որ մինչև աշուն այս ամենը կվերջանա, այս քաոսը կմաքրվի, մենք այս մի ճահիճտել կկարողանանք հայոց հաղթանակի ճանապարհին չորացնել, ու դավաճանները, հայ դավաճանները, այդ թվում նաև Հայաստանի գահզավթած ազգությամբ թուրքերը, գենետիկ թուրքերը, հայոց դատաստանի առաջ կկանգնեն, դատով, հետո թե ինչ կորոշի ազգը, դա արդեն կորոշի հայի շահերը պաշտպանող այդ ժամանակվա հուսով եմ հայ դատավորները, որովհետև այն ամենը ինչ հիմա կատարվում է մեր դատարաններում, մեր քննչականներում, մեր ոստիկանության օպերատիվ խմբում հայկական կոչելն անհնար է ու հանցագործություն, հանցագործները դատում են ոչ հանցագործներին, հանցագործները սահմանադրական դատարան են պահում, հանցագործները, որոնք որ փողի դիմաց, շահի դիմաց, լափի դիմաց երկիր են ուրանում ու Նիկոլ են պաշտպանում, Նիկոլ են պահում, ընդ որում որոշները խաղալով հականիկոլականներ, այսօր պարզապես խաթարում են հայկական դատապաշտպանությունը նաև, Հայաստանում գոյություն չունի իրական օրենսդրական օրենք, որովհետև Նիկոլը առողջապահությունն է թելադրում, Նիկոլը կրթությունն է թելադրում, իդեպ այդ կրթության մայմունին, այդ նախարար կոչված, լսի, տիկինես, չգիտեմ, արդեն տեսքիդ նայելով ուզում եմ պարոն ասել, այդ որ դու ասում ես հարկավոր է ազգայինը, դա ֆաշիզմ է, նժդեհը ֆաշիստ է ու հարկավոր է ազգայինը հանել դպրոցներից, մի մոռացի, որ դրա պատասխանը դու տալու ես ու շատ շուտ ես տալու, այնպես որ ուղղակի լեզուս չեմ պղծում անունը տալով, ընդամենը այդքանը, բոլորս էլ գիտենք ով է կրթության նախարարը, մի խոսքով, եկեք հայեր միավորվենք, եկեք մեր երկիրը ատամներով պաշտպանենք ու այո Տիգրանաշենը արդեն հանձնել է, եկեք Սյունիքը պաշտպանենք, եթե այսօր արդեն թուրքերն են ասում, որ Զանգեզուրի լեռներում ով է թույլ տվել Հայաստանի Սևին Սքին վարչապետ կոչվածը շրջի, դուք պատկերացրեք ինչքան մեծ ախորժակ ունեն ու նաև ինչպիսի պայմանավորվածություն ունեն, դա համար մեկ փաստն է, այն բանի, որ մենք Սյունիք ենք կորցնում։ Եվ հենց նոր տեղեկություն տարածվեց, որ հենց այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում արդեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Orange Mall-ի առևտրի կենտրոնում, այսինքն նրանք չեն հանգստանում եւ շարունակում են այս մուլտիգրուպի ամեն ինչ արդեն խլեցին, սպորտ կենտրոնը Տիգրան Ավինյանը խլեց եւ շարունակվում են։ Այդ որոշել եք Ծառուկյանի ունեցվածքը ձեր մեջ անեք այսպես, հա տենց ռազբորկ անող տղերք եք, գիտեք որ թույլ է տալու, առուծի լավը գիտես որ նա մինչև որսին ծամելը, միշտ թաթով խաղում է հետը, եթե չեք նկատել, եթե որսորդներ չկա մեջներ, տասեմ, առավել ևս եթե շակալներ են ընկնում հանկարծ դեմը, նա սկզբից թաթով խաղում է,
դմբրցնում է, հետո սկսում է խեղտել, հետո նոր սատկացնում է, ասեմ, որ շակալներին առույցները չեն ուտում, շակալներին սատկացնում են, խեղտում են, ու հիմա այդ որ տղա եք խաղում, որովհետև 10 պատ ոստիկաններով ամեն մեկըդ կարում եք զուգարան գնալ, ու Ծառուկյանի արարած, ստեղծած ունեցվածքն եք ձեր մեջ անում, այդ չտես համբակներ, դրա պատասխանը շատ դաժան եք տալու, մի մոռացեք, ամեն ինչ, այո, Ծառուկյան Ռոզան ճիշտ էր, երբ ասում էր, ամենախավար գիշերից հետո ամենապայծառ լուսաբացն է միշտ լինում, ես Ծառուկյանների ընտանիքին աջակցությունս եմ հայտնում, և ասում եմ, ֆիդայիները ձեզ հետ են, ասում եմ մեր տղաների որոշների անունից նաև, որոնք ասել են, որ բարձրաձայն եմ, մենք ձեզ հետ ենք, ու տոկունություն ձեզ, այս ամեն ինչը վերջ ունենալու է շատ արագ, շատ քիչ մնաց, Նիկոլը լավ գիտի, դրա համար փորձում է ծամել, խժռել, ծամել, լափել, ինչքան կկարողանա, կարծում եք ՔՊ-ի ապուշներ, կարծում եք մարսելու եք, դուք սա չեք մարսելու, Քեմալական պայմանագիր, ոչինչ, ոչ մի տեղ դուրս չեք կարալու տանեք, ոչ էլ դուք եք կարողանալու ճողոպրել, ինչ տանեք, ոնց էր ասում Քոչարյանը, փեշներիցդ բռնած, հատիկ, այո, դուք փեշավորներ եք, փեշներիցդ բռնած, հատիկ, հայրենիք ենք բերելու, ուր ուզում եք ճղեք, երկիրը կլոր է, անկյուն չկա, որ անկյուններում պահկվեք, այնպես որ, այս ամեն ինչը Ծառուկյան Գագիկ վերջ ունենալու է ու շատ շուտով, համբերություն քեզ, տոկունություն ու հանկարծ չհանձնվես, եթե հանձնվեցիր, ժողովուրդը իր հույսի, իր հավատի առարդարության վերջին կաթիլը կկորցնի, ընդ որում այդ նույն բանը ես մեր բոլոր քաղբանտարկյալներին եմ ասում, դիարք, հարկավոր է դիմանալ, դիմագրավել, չջարդվել, հարկավոր է համբերել ու գնալ մինչև վերջ, որովհետև վերջը շատ մոտ է, մնացել է մի քանի քայլ, այնպես որ եղեք տեր մեր երկրին, լինենք տեր մեր երկրին ու դիմագրավենք այս արհավիրքն էլ, թուրքանիկոլական, սա շատ կարճ է տևելու, հուսամ մինչև աշուն կվերջանա այս ամեն ինչը, ես եմ շնորհակալ։